Ճունում ենք բոլորիդ, բարի եկաք Տիրոջը դունը, Բաշտամունքի հոգիով եկաք, շնորհակալություն մազուցանելու մեր երկնավոր հորը, իր անբադվում բարգևների համար, ողորմությունների համար փառք իրեն, Տերը արժանի է ամեն փառքի և բացի։ Շատ մասերով ու շատ կերպերով առաջվանի Աստված խոսելով հայրերուն հետ մարգարեներով այս վերջին օրերս իր որդիով խոսեցավ մեզի, որ ամեն բանի վրա ժարանք տրավ, որով աշխարհը սալը ստեղծեց, որ իր փառած լույսն է իր էության բուն պատկերը, որ իր զորությամբ ամեն բան կբռնե իր անձով մեր մեղքերը սրբելով, բարձրերը Աստծո մեծության աջ կողմը նստավ։ Եվ անչափ ավելի եղավ հրեշտակներեն, որչափ անոնցմե ավելի աղեկ անուն ժառանգեց։ Վասնց հրեշտակներեն որ ուսավ երբեք դու իմ որդիս ես, ես այսօր կեզնա։ Դարձյալ ես անոր հայր պիտի լամ ու անիկա ինձի որդի պիտի լա։ Դարձյալ երբ անդրանիկը աշխարհ կմտցնե, Աստծո հրեշտակներուն գսե անոր երկրպագությունն էլ, հոգևոր բաշտոնյաները գրագի բոց կնե ու իր հրեշտակները բաշտոնյաներ։ Բայց որդին գսեք, քու Աստվածդ ով Աստված, ուրախության յուղով օձեց քեզ քու ընկերներդ ավելի։ Եվ դու ով դեր սկիզբեն երկրի հիմերը ստեղծեցիր։ Ու անոնք ամենը պիտի մաշին, պիտի գլորես անոնք վերարգույ պես պիտի մաշին, բայց դու նույն ինքդ ես կուդարիներդ պիտի չվերջանան։ Որ ամեն բանի վրա ժարանք տրավ, որով աշխարհը սալը ստեղծեց։ Որով աշխարհը սալը ստեղծեց։ Աշխարհ բառը, որ թարգմանված է հայերենի մեջ, սխալ թարգմանված է եւ ճիշտ իմաստը չենք կարողանում հասկանալ։ Բայց բնագարի մեջ, որ հունարենն է, ճշմարիտ թարգմանությունը կա, էոնաս, որ իր փառած լույսն է, որ ժարան գրավ, որով աշխարհը սալ, էոնաս, դարաշրջանները, էոնաս դարաշրջանները ստեղծեց, հայերենի մեջ գրված է աշխարհս, և չենք կարողանում ճիշտը հասկանալ, և շատերը աշխարհը թարգմանում են որպես տիեզերքը, բայց սխալ է ստացվում։ Բնագարի մեջ էոնաս դարաշրջանը, անով դարաշրջանները ստեղծեց, այս պատկերը, որ տեսնում եք, դարաշրջանները, այս կլորները դարաշրջաններ են։ Էոնաս նաև կարելի է թարգմանել կոսմոս։ Կոսմոսը ինչ է։ Մենք կոսմոսը գիտենք կոսմոնավտները, որ կոսմոս թռան գնացին, չէ, բայց չէ, այդպես չի։ Կոսմոս հունարեն նշանակում է ժողովուրդ։ Կոսմոս։ Ուրեմն դարաշրջանները, կոսմոսը, որտեղ որ մարդիկ են բնակվում, դարաշրջանների մեջ,
Տեսնում եք որքան է փոխվում։ Եբրայեցիս 11-րդ գլուխ 2 համար 3 համարը վասնզի անով առաջինները վկայություն ընդունեցին հավատքով գիմանանք թե աշխարհը այնտեղ աշխարհ էր չէ՞ դրա գրված անով աշխարհը ստեղծեց աշխարհը նույն այստեղ թարգմանված է դարձյալ աշխարհ որը բնագրի մեջ էոնն է դարձյալ Հավատքով գիմանանք թե աշխարհը Աստծո խոսքով հաստատվեցավ ու աներևույթ բաներեն այս երևցածները եղան Այստեղ երկու բառեր կան որոնց եթե ուզում ենք հասկանալ պիտի փոխենք Առաջինը աշխարհը բնագրի մեջ էոնն է էոնաս դարաշրջան այս կլորները Աստծո խոսքով հաստատվեցավ հայերենի մեջ գրված է հաստատվեցավ բայց ուրիշ թարգմանությունների մեջ ուրիշ բան է գրված օրինակ King James այդ թարգմանությունների մեջ գրված է Ֆրեմ է գրված Ֆրեմ եղած Տեսնում եք որքան է փոխվում Բնագիրը հունարենի մեջ կատարզիզո հայերեն կարող ենք թարգմանել կամ անգլերեն շատ թարգմանությունի մեջ MacArthur-ի Bible-ի մեջ Եդո Scofield-ի այդ բացատրությունների Bible-ի մեջ եւ շատ ուրիշ գրքեր էլ կան որտեղ ֆրեմ է գրված Կատարտիզո հաստատվեցավ Ֆրեմը ինչ է? Ֆրեմ Հայերեն շրջանակ, չէ? Շրջանակ, ասում ենք շրջանակ Ֆրեմ Բնագիրը ֆրեմ է գրված Սրանք ֆրեմներ են ամենը Բադական բան չեն Ֆրեմի նպատակը ինչ է Ֆրեմի նպատակն է այդ ֆրեմի մեջ մի պատկեր դնել չէ կամ այնտեղ Աստծո խոսքից մի գրություն գրել կամ այնտեղ մի ծաղիկ դնել վրան ու տակը գրել մի փունջ սեր Ֆրեմի մեջ, չէ, ֆրեմի մեջ Սրանք ֆրեմներ են ամենը որոնց մեջ յուրաքանչյուրի մեջ հայտնվում է Աստծո ծրագիրը Մարդկային մարմինը ֆրեմից է կազմված այսինքն կմախքից Մենք ունենք կմախք, որի վրա բատված է ջիղերով, մորթերով, ներսից էլ ուրիշ բաներով և Եզեգելի մարգարեին Աստված հրամայեց այդ չորցած ոսկորներին հրամայիր ասեց, որպեսզի կենտանանան և այն չորցած ոսկորները ոսկորը ոսկորի մոտ եկավ շարժում եղավ և որպես կմախ կանգնեցին Հետո շունչին մարգարեությունը հեսավ որդի մարդո, շունչին մարգարեությունը հրավ և նրանց վրա մորթով ամեն ինչով ծածկվեց։ Մեր փողոցի ուղղությամբ մի երկու փողոց այն կողմ մի նոր շենք են սարքում և մինչև արդեն 5-րդ հարկը բարձրացել են։ Ֆրեմից է կազմված։ Ինքը թափանցիկ է դեր, 5 հարկի է վրա, 5 հարկի վրա է, բայց դեր թափանցիկ է, մեկ կողմից մյուս կողմը երևում է։ Ֆրեմ է, այդ ֆրեմը
Պիտի ծածկվի, մեջը պիտի լծվի, դուրսը պլայվուդ պիտի խփեն, երկատե ցանց պիտի դնեն, ստակո պիտի անեն, ներսից պլայվուդ պիտի լինի, պիտի ներգեն եւ այլն, եւ գահավորանքով պիտի լցնեն։ Ֆրեյմվորքը եղած է։ Ուզում եմ ասել, սա Աստծո ֆրեյմվորքն է։ Ֆրեյմվորքն է սա, դարաշրջանները, որոնց մեջ հայտնվում է Աստծո մասնավոր ծրագիրը։ Աստծո մասնավոր վերաբերմունքը այդ շրջանում ապրող մարդկանց նկատմամբ։ Պատահական այս կլորները չեն, այսպես տրված այստեղ։ Ուրեմն սրանց մեջը ամբողջ Աստծո ծրագիրը գա, համառոտ ձևով Աստծո ծրագիրն է հայտնվում մեզի։ Ջանքարակ ու անձդ ընդիր ցույց տալ Աստծո առջև այնպիսի մի բանվոր լինելով, որ ճշմարտության խոսքը ճիշտ պիտի բացատրես, բայց բնագարի մեջ գրված է ճիշտ պիտի գդրես։ Այս դրանք կդրդվածներ են, յուրաքանչյուր դարաշրջանը գդրդված է, Աստծո ծրագիրները կան սրանց մեջ, ջանքարակ ու անձդ ցույց տալ այնպիսի բանվոր լալով, որ ճշմարտության այս դարաշրջանները Աստծո ծրագիրը նպատակը ուղիղ պիտի գդրես, ոչ թե խառնես այսի այնտեղ անի, այստեղ իրարու խառնես, Աստծո գործը ծրագիրը նպատակը շատ հստակ է, չես կարող շփոթել խառնել։ Մարդը սավացը առնում է, փայդը գդրում է, աթոր կամ սեղան պիտի սարքի, եթե ձոր գդրես, չի ստացվի, չէ։ Ուրեմն այս տարաշրջանները Աստծո ֆրեմը հայտնվում են Աստծո ծրագիրը։ Այստեղ մենք առաջի շրջանակի մեջ ինչ ենք տեսնում, սերունդ, աբականված սերունդ, վերստի ծնած սերունդ։ Այս շրջանակի մեջ երեք տարբեր շրջանակներ ենք տեսնում։ Սկզբնական երգիրը, քաոսային երգիրը ջերով ողողված։ Այս երգիրը ջերով ողողված Նոյի ջերեղեղը չէ։ Նախաադամյան շրջանի երգիրն է ջերով ողողված, քաոս դարձած, եւ երբ որ Աստված սկսեց ցեղծագործել, Աստծո օքին շրջում էր ջրերի վրա, եւ անդունդի վրա խավար գար, եւ Աստված ասավ լույսը լա լույս եղավ, եւ մենք տեսնում ենք 6 օրվա ստեղծագործությունը, սրանք յուրաքանչյուր մեկ օր են, առաջինը այս եղավ, երկրորդ օրը այն եղավ, երրորդ օրը, 6-րդ օրը մարդ եղավ, եւ 7-րդ օրը Աստված իր բոլոր գործերից հանգստացավ։ Մարդիկ կան ասում են, չէ, էդի ամենը 1000 տարի է։ Յուրաքանչյուր 1000 տարի է։ Իսկ ուրիշները արարգում են, ասում են, որ այդպես է, Ադամի համար գրված է, որ 930 տարի ապրեց, եթե մեկ օրը 1000 տարի լինի, քանի 1000 տարի ապրած կլինի, ուրեմն չի ստացվի։ Բայց մեկ օրում ինչպես կստեղծի Աստված այդ բոլորը, Աստծո համար անգարելի բան չկա։ Աստված կասի եւ գլինի։ Մի անգամ Ահարոնի գավազանը
ծաղկեց, չէ, մի անգամից ծաղկեց, ծաղիկ տվավ, նույշ տվավ, նույշն էլ հացուց, հասավ, իսկ մենք այդպիսի մի բան, եթե անենք, նոշի ծարդնգենք, մի օրում գլնի այդ բոլորը, բայց ասված կանի, Աստծո մոտ անկարելի բան չկա, Աստված ասեց և եղավ, ուրեմն 6 օրվա ստեղծագործությունն է, 6-րդ օրը մարդը ստեղծեց, այս շրջանագի մեջ գրված է նախաջրեղեղյան շրջան, 2 դարաշրջաններ կան, այն էլ ասեմ, որ այս դարաշրջանների չափը ներկայացնում է նրանց տևողությունը, քանի տարի տևեց, դարձյալ յուրաքանչյուր դարաշրջանի վերջավորության ավելի մտածված է, մութ է ավելի, այդ նշանակում է, որ այդ դարաշրջանը լավը սկսեց և վատ վախճան ունեցավ, այստեղ 2 դարաշրջան կա, Եթեմական շրջանն է, անմեղության շրջանը, որտեղ որ Ադամ և Եվան ապրեցին կարճ ժամանակով։ Եվ Աստված ուզեց փորձել, ինչպես որ բոլորին փորձում է Աստված։ Ուզեց փորձել նրանց հնազանդությունը և Աստված ասեց. Բարդեզի բոլոր ծառերից համարձակ կերեք, արկել չկա, բայց բարդեզի մեջտեղը մի ծառ կա, բարին և չարը իմանալու ծառը, այդ ծառից չարկելեց Աստված, կարող էին ուտել, բայց Աստված ասեց մի կերեք, այսինքն խորհուրդ տվավ Աստված, մի կերեք, որտև եթե ուտեք, կմեռնեք։ Աստված ուզեց նրանց հնազանդության չափը ի հայտ բերել։ Անշուշտ այն օրը, որ անգե ուտեք, պիտի մեռնիք։ Սրանից առաջ եղբայրների հետ խոսել էինք, որպես տնային աշխատանք տամ ձեզի։ Անշուշտ այն օրը, որ անգե ուտես, պիտի մեռնիս։ Ինչ է խորհրդանշում մեզի այդ խոսքը։ Մտածեք դունը։ Բայց ավաղ տեսանք, որ իրենք հնազանդ չեղան և գերան, ես մասնավոր դրա մասին չեմ ուզում մեկնաբանություն անել, ուղղակի համարոտ հիշում և անցնում ենք առաջ։ Եվ իրենք գերան և դրախտից դուրս վրընդվեցին իրենք։ Այսօրվա ընթերցանության մեջ էլ եղբայրը այնտեղ մի մոմենտ հիշեց, որտեղ որ գրված է նաև Հռոմեացիս թղթի մեջը, Հռոմեացիս 5-րդ գլխի մեջ է 12 համարը, վասնզի ինչպես մարդեմը մեղքը աշխարհ մտավ, եւ այն մեղքեն մահը, եւ այնպես ամեն մարդոց վրա դարածվեցավ մահը, քանզի ամենը մեղանչեցին։ Վասնզի մինչև օրենքի ադենը աշխարհի մեջ մեղք կար, բայց մեղքը չի սեպվիր, ուր օրենք չկա, սակայն մահը Ադամը մինչև Մովսես թագավորեց, նաև Ադամի հանցանքի նման չմեղանչողներուն վրայալ թագավորեց, որ օրինակ էր, անոր որ ետ կպիտի գար, օրինակն էր Հիսուս Քրիստոսն է, մեկու պատճառով մեղքը աշխարհ մտավ, մեկու պատճառով էլ մարդիկ արդարացան։ Մենք Ադամի նման չմեղանչեցինք, բայց մեռանք Ադամի նման։ Նույնպես Քրիստոսի նման արդարություն չգործեցինք, բայց նրան հավատալով գարթարանանք։ Ուրեմն
930 տարի ապրեց Աթամը, հետո մեռավ։ Հաջորդ շրջանակը սա կոչվում է նախաջրեղեղյան շրջան կամ խեղճի շրջան։ Խեղճի շրջան է սա։ Այստեղից ջրեղեղը եղավ 1656 թվականին Աթամից սկսած։ Խեղճի շրջանն է, մարդիկ խեղճով էին ապրելու այնտեղ։ Առաջ խիղճ չկար, խիղճ չունեին, կարիք չկար խիղճանելու։ Բայց Աստված մարդուն ստեղծեց կամքով, իր մեջ կամք Աստված բանագար Աթամի մեջը, ինքը պիտի որոշեր, Աստծուն հնազանդ պիտի լիներ, կամ պիտի չլիներ։ Երբ որ ծառից կերան, բարին եւ չարը իմանալու ծառից կերան, խիղճ հիշված բանը գոյացավ իրանց մեջը։ Ուրեմն իրենք կարող էին որոշել բարին եւ չարը խեղճի միջոցով, բայց իրենք ուժ չունեին իրենք իրենց ազատելու, նրանք կարող էին որոշել բարին որն է, չարը որն է, այդ գիտությունը ունեին, քանի որ գերել էին։ Բայց իրենք կարողություն չունեին իրենք իրենց ազատելու, իրենց ազատությունը իրենցից դուրս մի ուժի միջոցով պիտի կատարվեր։ Այսինքն Աստված էր, որ իրենց պիտի ազատեր։ Ուրեմն կամքը որոշում էր մարդու, ինքը պիտի հնազանդվի, թե պիտի չհնազանդվի, պիտի ուդի կամ պիտի չուդի։ Կամքն էր որոշողը։ Իսկ խիղճն էլ որոշում էր, թե որը բարին է, որը չարն է։ Եվ 1656 թվականին մեղքը շատացավ, այնքան շատացավ, մինչև որ Աստված որոշեց ջրեղեղով գործանել այս շրջանը։ Եվ ջրեղեղով գործանեց այս շրջանը 1656 թվականին։ Հաջորդ շրջանը բաբելական շրջանն է, մարդկային կառավարման շրջանը, որը տևեց 427 տարի։ Ջրեղեղից հետո բնակչությունը սկսեց շատանալ եւ մարդկանց լեզուն նույնն էր, բոլորը նույն լեզուն էին խոսում։ Իբր թե բոլորը հայերեն էին խոսում, հայերը իրանց առաջ են գցում, չէ՞։ Եվ լեզուն մեկ էր, այնտեղ քանանի սերունդից Նեբրով անունով մեկը կար, որը զորավոր որսորդ էր, հավանաբար ջրեղեղի ժամանակվա հսկաներից էր ինքը մնացել, եւ որպես կառավարող էր ինքը այնտեղ, եւ ասեց եկեք չծրվենք, հավաքվենք, մի աշտարակ շինենք, որի ծայրը ասնի երկինք, եւ մենք մեզի անունը ստանանք, եւ քանի որ այդ ծրագրի մեջ չարություն կար, Աստված արգելեց։ Հիմա եթե գնաք Բելգիա, Բրուսելը, այդտեղ ազգերի այդ Եվրոպական միության այդ տեղը որ նայեք, գիսատ բարատ բաբելոնյան աշտարակի նման շինված է գալոր, բայց գիսատ բարատ է։ Իրենք իմանալով Բաբելոնը ուզում են վերագառուցել, բայց ինչպես որ այն ժամանակ չհաջողվեց, Աստված լեզուները խառնեց եւ չկարողացան իրար հասկանալ եւ վերջ տրվեց այդ ծրագրին։ Հիմա էլ նույնը պիտի լինի,
քանի որ չարություն կա դրա մեջ, եկեք մի տեղ հավաքվենք, մեզի անունը ստանանք, չծրվենք եւ այլն։ Եվ բիդի չհաջողվի, ինգավ մեծ Բաբելոն։ Եվ Աստծո զգուշացնում է իր ժողովրդին, Բաբելոնը փախեք, ով իմ ժողովուրդս, որովհետեւ նրա հարվածներից բաժին չառնեք։ Նրա մեղքը գծվեց մինչև երկինք հասավ։ Եվ այդ ծրագիրը մարդկանց հերացնում է Աստծուց։ Եվ Աստված ազգերը դարաձեց, ծրեց ազգերը, ես սահմաններ դրավ, Հայաստանին ասեց դու այստեղ գաբրես, ասվեց։ Կովգարցյան լեռնաշղթայից, ասպես սկսած, Գարսով, Արդահանով եւ գիտեք այն ժամանակ դրախտը Հայաստանի մեջ էր, չէ՞։ Դրախտի բարդեզը Հայաստանի սահմանների մեջ էր։ Ասված այդ երկիրը դեպավ իրեն, բոլորը դուք ռուսները այստեղ գաբրեք, դուք մյուս թուրքերը այնտեղ գաբրեք, եւ սահմաններ դրավ, որ լինի թե խարխապելով Աստված գտնեն։ Ուրեմն մեգության մեջ Աստված չի գտնվում։ Անիչ որ Աստված ուզում է միացնի, Սատանան բաժանում է։ Անիչ որ Սատանան ուզում է միացնել, Աստված բաժանում է, որովհետեւ խարխապելով Աստված գտնեն։ Ուրեմն միության մեջ չեն կարող գտնել։ Բայց Աստված միացնում է, Քրիստոս դրա համար աշխարհ եկավ, որովհետեւ եկեղեցին մեկ մարմին դարձնի։ Հաջորդ տարաշրջանը նահաբեդական շրջանն է, խոստումի շրջանը, որը տևեց 430 տարի։ Աբրահամը, Իսահակը, Հակոբը, 12 ցեղերը եւ այլն, նահաբեդական եւ խոստումի շրջան է։ Եվ Աբրահամին սերունդին Աստված ասեց՝ «Քու ժողովուրդը Աբրահամի իրենց չեղած երկրի մեջ 430 տարի գերի պիտի լինի։ Ես հետո նրանց պիտի այցելեմ»։ Հրյաների կյանքի 3 շրջանները Եգիպտոսը, Անաբադը եւ Քանանու երկիրը 430 տարի գերի մնալուց հետո Աստված հանեց Անաբադը, որովհետեւ իրեն բաշտեն, ասեց դուք ինձ ժողովուրդ պիտի լինեք, եթե իմ խոսքից ուշադրություն դարձնեք։ Նրանք ասեցին այո, պիտի հնազանդվենք, բայց չկարողացան հնազանդվել։ Նրան հետևեց օրենքի շրջանը։ Այս շրջանը տևեց 1500 տարի։ Օրենքի շրջան։ Անաբադի մեջ Աստված իր օրենքները տվավ, որովհետեւ նրանք օրենքով արդարանան, բայց չկարողացան նրանք օրենքով արդարանալ։ Եվ մեկն էլ չի կարող օրենքով արդարանալ Աստծո առջև։ Իրենց ակցորության դարավասված 2 անգամ Բուդայի ցեղը առանձին եւ Եփրեմի ցեղը Իսրայելի մնացած ցեղերն էլ առանձին ակցորության գնացին եւ շատ բաց ձևով վերջացավ, որից հետո Աստված իր որդին ղրգեց մեղանչական մարմինի նմանությամբ ու մեղքի համար եւ մեղքը դադարեցեց Հիսուսի մարմնի մեջ, որովհետեւ օրենքի արդարությունը մեր մեջ կատարվի, որովհետեւ մենք մարմնավորապես չքալենք, հապա հոգևորապես։ Աստված իր որդին ղրգեց եւ փոխանակ նրան ընդունելու, որպես մեսիա խոստմունքը, որ Աստված արել էր Աբրահամի,
մերժեցին եւ խաչանեցին եւ Քրիստոսի խաչվելով այս շրջանն էլ ավարտելուն հասավ վերջը հրեական ժամանակը կանգ առավ Աստվածը սկսավ եկեղեցիի շրջանը բոլոր ազգերից հրեաներից հեթանոսներից ամեն ազգերից եկեղեցին ներգրավեց իր մեջը որպես Քրիստոսի մեկ մարմինը եկեղեցիի շրջանը 2000 տարի է արդեն դեռ չի ամբողջացել եկեղեցին բայց Սուրբ Հոգին աշխատում է որպեսզի մինչև վերջին հավատացյալը ներգրավի եկեղեցիի մեջը որից հետո Քրիստոս պիտի գա երկրորդ անգամ պիտի գա Հիսուս ասեց ես կերտամ դեզի դեղ կպատրաստեմ մեզի դեղ պիտի պատրաստի ու երբ որ գամ դեզի քովս կառնեմ որպես ուր որ ես եմ դուք էլ ինձ հետ լինեք ինչ լավ է չէ Հիսուսի հետ լինել հավիյան աբահով լինել մահից ազատագրված մեղքից ազատագրված սատանայից պրծած 2000 տարի է չի ամբողջացել երբ Քրիստոս գա երկրորդ անգամ իր գալուստը պիտի լինի երկու աստիճանով առաջ պիտի գա իրեն սպասողներին եկեղեցիի համար պիտի գա Քրիստոս եւ հափշտակություն պիտի լինի դեղափոխվող սուրբերը ռաբչերը գրված Քրիստոս օդի մեջ պիտի գա եկեղեցիի հետ պիտի հանդիպի օդի մեջ ողջ եղողները իսկ նրանք որ ննջել են այս գիծը գերեզմանն է գերեզմաններից հարություն պիտի առնեն հարվեստ է գրված հունց կնե առաջ մերելները հարություն պիտի առնեն վերջը ողջ մնացողները այդ ժամանակ պիտի փոխվեն մեկ ակնթարթի մեջ պիտի ելնեն դերոջը առջև օդի մեջը դերոջը հետ պիտի մնան 7 տարի նախ եկեղեցիի դատաստանը կլինի բարգեւադումներ կլինեն որից հետո խնդանք եւ ուրախանանք որտեղ գառնուկի հարսնիկը հասավ եւ անոր գինը ինքը պատրաստեց եւ անոր դրվեցավ լուսապալ բեզ հագնելու հարսանյաց սրա պիտի գնան marriage feast է գրված այստեղ հարսանիքն է հարսանիքը գարզմագերվոն էլ մեր երկնավոր հայրն է որ իր որդու համար թագավոր հարսանիք պատրաստեց 7 տարի պիտի դեպի այս ընթացքում երկրի վրա նեղության շրջանը առաջ պիտի գա 7 տարի Դանիելի 9-րդ գլխի 27 համարը Սա ազգերի ժամանակն է 606 թվից մինչև Քրիստոսի գալուստը եւ 70-րդ յոթնյակն է սա Դանիելի անցյալ անգամներ ես խոսել էի դրա մասին Դանիելին ասեց հրեշտակը Գաբրիելը որ քու ժողովրդի վրա 77 որոշված է 490 տարի այս 490 տարի չամբողջացավ չլրացավ 62 յոթնյակ հետո 483 տարի հետո Օզիալը գդրվեցավ խաչվեցավ մեկ յոթնյակ էլ մի 7 տարի էլ մնաց երբ որ հրեական ժամանակը կանգ առավ եկեղեցին սկսավ Եկեղեցին երբ որ հափշտակվի երկինք, այն վերջի մնացած 7 տարին պիտի լինի այս 70-րդ յոթնյակը նեղության շրջանի 7 տարին։ Եկեղեցին 7 տարի երկինքը եւ երկրի վրա 70-րդ յոթնյակը պիտի լինի
նեղության շրջանը հիշված, որի 3.5 տարին ավելի թեթև պիտի լինի եւ մնացած վերջին 3.5 տարին ավելի ծանր պիտի լինի այդ շրջանը։ Ուրեմն նեղության շրջանի ավարտին Քրիստոս եկեղեցի հետ միասին պիտի իջնի երկրի վրա։ Այստեղ Ձիթենյաց դերան վրա եւ արդեն այնտեղ հավաքված զորքերը, որ բادرած պիտի անեին Գառնուգին հետ, նրանք պիտի ոչնչանան եւ ները Ագա Քրիստոսը եւ Սուտ Մարգարեն պիտի նետվեն ձգումով արած այրվող լիճը եւ սատանան պիտի գապվի անդունդի մեջ պիտի բախվի 1000 տարի։ Նոր դրանից հետո պիտի սկսի Քրիստոսի 1000-ամյա թագավորությունը։ Այստեղ իհարկե մենք խոսեցինք judgment the nation է գրված ազգերի դարաստանի մասին սրանից առաջ խոսել էինք։ Ուրեմն ազգերի դարաստանից հետո 1000-ամյա թագավորությունը պիտի սկսվի, փրկված ազգերը, որոնց որ թույլ լավները պիտի բնակվեն այնտեղ, սա մեսիայական թագավորությունն է եւ այլն, 1000 տարի։ 1000 տարին թագավորելուց հետո ինչ է լինում, երկիրը գրագով պիտի այրվի։ Քրիստոս եկեղեցի հետ միասին բարձրանում է վերև, սատանան կարճ ժամանակով արձակվում է, Արմագեդոնի բادرազմը պիտի սկսի, որի Արմագեդոնի բادرազմի ժամանակ այս ժամանակ մահ պիտի չլինի։ Գրագով պիտի այրի Աստված, երկնքից գրակ պիտի իջնի եւ ամբողջ երկրագունդը պիտի այրվի, մթնոլորտն հետը ամեն տեսակ չար բաները պիտի այրվեն, որից հետո սկսվում է նոր երկինք, նոր երկիրը, հավիտենությունը։ Մոտավորապես ծանոթացնելու համար այդքանը ասեցի։ Ուրեմն սրանք դարաշրջաններ են, սրանք ֆրեմներ են, որոնց մեջ տարբեր Աստծո ժամանակաշրջանի տարբեր ծրագիրներ կան։ Աստծո վերաբերմունքը մարդկության հետ տարբեր է շնորհքի շրջանին, տարբեր է օրենքի շրջանին, նահավետական շրջանին եւ բաբելական շրջանին, տարբեր են։ Խեղճի շրջանը տարբեր է այս բոլորը։ Գարդես ժամանակն էլ ավարտեց արդեն։ Ես դրանից առաջ ուրեմն ինչ էի խոսեցի, ազգերի դարաստանի մասին չէ, այդ էի բանարել։ Ազգերի դարաստանը։ Ազգերի դարաստանի նյութի մեջ կարևոր նախադասությունը կամ համարը որն էր այնտեղ կարևորը եղբայրները, չէ, եղբայրները։ Եվ Հիսուս ասեց. այս իմ եղբայրներուս ըրիկ կամ չրիկ։ Այս իմ եղբայրներիս ըրիկ նրանք մտան, որպես ոչխար գարքի ազգերը 1000-ամյա թագավորություն ես վայելելու։ Իմ եղբայրներուս չրիկ հալածեցիք, սպանեցիք, ամեն բան արիք, գործվեցեք ինձ մե անիծյալներ։ Ուրեմն գլխավոր դերում այդտեղ եղբայրներն են։ Եղբայրները, Հիսուսի եղբայրները։ Եվ ես խոսեցի ձեզի, որոնք էին Հիսուսի եղբայրները։ Ամենը չէ, որ Աբրահամի սերունդ էին, նրանք էին Հիսուսի մարմնավոր եղբայրները։ Եվ Հիսուս ասեց, ովքեր են իմ եղբայրներս, եւ ցույց տվավ, ահա ասոնք իմ եղբայրներս են, իր աշակերտները, որոնք իրեն հավատում էին։ Բայց իրեն չհավատացող
մարմնավոր հրյաներին ինչ ասեց, դուք սատանայի որդիներ եք ասեց։ Ուրեմն ամենը, որ այդ անունը ունեն որպես իսրայելացի, նրանք չեն Հիսուսի եղբայրները։ Ովքեր որ Հիսուսը ընդունել են, նրանք են Հիսուսի եղբայրները։ Եվ եկեղեցիի շրջանին, եկեղեցիի մեջ ամեն ազգերից կան։ Հրյա, հեթանոս, ամեն ազգերից։ Նրանք են Հիսուսի եղբայրները։ Ներկայումս հրյաներ կան, որոնք թե օդերազգիների մեջ եղած եկեղեցի անդամ են, և թե առանձին իրենք մեսիան ընդունած հրյաներ կան, նրանք են Հիսուսի եղբայրները։ Մասնավոր ես հիշեցի այն ժամանակ, որ ինչ տարբերություն կա շնորհքի շրջանի հրյաները, նեղության շրջանի հրյաները։ Եվ մենք տեսանք Քրիստոսի եղբայրները նեղության շրջանին ովքեր էին, մի մասը ները ընդունեցին, մի մասն էլ Քրիստոսը ընդունեցին, ուրեմն բաժանվեցին։ Եվ ները ընդունող հրյաները Քրիստոսը ընդունող հրյաներին հալածում էին, սպանում էին։ Եվ այդ ժամանակ արքայության ավետարանը քարոզեցին նեղության շրջանին։ Եվ ինչ էին քարոզում, ապաշխարեք, երկնքի թագավորությունը մոտեցել է, Քրիստոս գալիս է, ապաշխարեք։ Եվ այն ժամանակ նեղության շրջանին շատ ազգերից, լեզուներից, ժողովուրդներ ընդունեցին նրան։ Նրանք դարձան Քրիստոսի եղբայրները։ Եվ այն ազգերը, որոնց այդ թափառական Հիսուսի եղբայրներին, թե հրյա լինի, թե հեթանոսներից ընդունածները, ովքեր նրանց օգնեցին, գերագրեցին նրանց, հագվեցրին, հիվանդ էին տեսության գնացին, բանդարգված էին տեսության գնացին։ Հիսուս ասում է նրանց արիք, ինձի արիք։ Բայց ովքեր որ չարին, նրանք կոչվեցին այդ կարգի ժողովուրդ։ Մեկտիկ ասեք ինձ մե, անիծյալներ։ Ուրեմն, մի համար գար հիմա, ճիշտ է չեմ հիշում, որտեղ էր Կորինթացի ստեղծի մեջ էր։ Առաջին Կորինթացիս հիմա ես վերջացնելու եմ։ Շատ մի կարևոր համար կար, որը վերաբերվում է ուղղակի նեղության շրջանին։ Այստեղ երկրորդ Կորինթացիս 8-րդ գլխի 4-րդ համարի մեջ գրված է. շատ աղաչանքով գաղաչեին, որ դուրքերը ու սուրբերուն համար եղած բաշտոնին մասնակցությունը ընդունենք։ Ութերորդ գլուխ 14 համարը ինը համարից կարտամ, քանզի դուք գիտեք մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքը, թե ինք ձեզ համար աղքատ եղավ, այն որ հարուստ էր, որովհետեւ դուք անոր աղքատանալով հարստանաք։ Եվ այս բանի մեջ խրատ մգուդամ, վասնզի ասիգա ձեր օգտի համար է, դուք որ ոչ թե միայն ընելը
հապա գամենալնալ առաջվանես սկսեցիք, անցած տարվանե հետե, ուստի հիմա անելնալ գադարեցեք, որբեսի ինչպես կամքի հոժարություն գա, նույնպես անելը ունեցածին չապովը ըլլա, վասնզի եթե առաջ հոժարությունը ըլլա, դալը ունեցածին չապով ընդունելի է, ոչ թե չունեցածին չապովը, վասնզի ոչ թե ես ուրիշներուն հանգստություն գուզեմ ու ձեզի նեղություն, հաբա հավասարությունով հիմակվան ադենը ձեր ավելին անոնց բագասությունը լեցն է, Բողոստարակյալը հանգանակություն էր անում Երուսաղեմի աղքատ սուրբերի համար, Հաբա հավասարությունով հիմակվան ադենը ձեր ավելին անոնց բագասությունը լեցն է, որբեսի անոնց ավելինալ օրմը օգնությունը լա ձեր բագասությանը, որբեսի հավասարությունը լա։ Քանզի ոչ թե միայն դերոջը արջև, հաբա մարդուց արջևալ բարի բաներ անելու հոգ տանենք։ Բարի կրեք ամենուն, մանավանդ հավատքի ընդանիներուն։ Այստեղ մի բար գործածվեց, ասում է, ձեր ավելին անոնց պագաստությունը լեցն է, որբեսի անոնց ավելինալ օրմը, երբ է այդ օրը, այդ օրը երբ է, այնտեղ, այստեղ, հազարամյային, այստեղ, օրմը, հիմա հրյաները աղքատ են Երուսաղեմի մեջ, ազգերը եկեղեցին օգնություն էին անում նրանց, հիմա նրանց պետք էր օգնություն անել անում էին, որբեսի օրմնալ նրանց, օրմնալ օգնությունը լա ձեր բագասությունը, որբեսի հավասարությունը լա։ Հազարամյան ում էր խոստացված։ Մեսիային չէ։ Քրիստոսը ընդունած հրյաներին, որպես իրենց թագավորը, եւ այն ժամանակ ազգերը այդ թագավորության մեջ պիտի ապրեին։ Թագավորը իրենց թագավորներ, իրենց ընդունած հրյաները, եւ ազգերը նրա հովանի տակ պիտի բնակվեին։ Հիմա գայթակղություն կա հրյաների մեջ, բաների մեջ, ազգերի մեջ։ Ասում են հրյաները չեն յոգում իրենք, որ հրյաների մասին է խոսքը։ Նույնիսկ մի համար կա, եթե ես կարդամ առանց հասկանալու ինձ չգիտեմ ինչ կանեն։ Զաքարիայի մարգարեության մեջ այն օրը ասում է 10 հոգի ազգերից մեկ հրյայի փեշը պիտի բռնեն։ Գրված է, որ նրանք ազգերի գլուխ պիտի լինեն, ոչ թե հիմակվա սիոնիստ հրյաները, այլ Քրիստոսը ընդունած, որպես Մեսիա, իրենց թագավորը, Աբրահամին խոստացված Մեսիան, Քրիստոսը, այդ է։ Այս կանով վերջացնեմ, ես սրանից հետո 5-րդ Դադաստանի մասին պիտի խոսեմ և Դադաստանների շարքը այն ժամանակ կվերջացնենք։